Ով է դիրիժորը։ Չէ, դուք խոսեք պարոն նախագահ։ Այդ խայտարակության հանդեպ ես ինչ դիրքորոշում պետք է ունենամ։ Չի որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Այս խոսակցությունը ենթադրվող գործողությունների ինչ հետևանքների կբերեն եւ հաշվի առնելով, որ Փաշինյանը այսպես կառուցվածքային թիրախավորման է անցել, խմբեր է ձևավորում, հայտարարություններ է արում, արդյոք ձեր քաղաքական ուժը եւս կառուցվածքային առումով գործնականորեն կմղվի պաշտպանելու հայ առաքելական եկեղեցուն ըստ անհրաժեշտության։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար հայրապետի օրդորներին, վեհապար հայրապետի դիրքորոշմանը։ Ձեր կարծիքով ինչու հիմա մտավ սա օրակարգ, հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, դա նույն շղթայի տարբեր օղակներ են, եւ այստեղ զարմանալու բան չկա։ Ինչու ՀՀԿ-ն որոշեց առաջադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը իմպիչմենտի այս գործընթացում։ Որտեղ Դավիթ Համբարձումյանը արժանի է դրան, Դավիթ Համբարձումյանը ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Նրանք թիրախավորում են որոշ հարցերում, դրա համար եմ ասում, չկար ավելի պակաս խոցելի մարդ, չնայած նրա անձնային որակները բարձր են գնահատում ճանաչողները, բայց թիրախավորում են որոշ կրիմինալ կոնտեքստ են դրան հաղորդում։ Ասում են նվեր արեց ՀՀԿ-ն մեզ։ Դուք էլ ասեք։ Հայտնի անեկդոտը հիշում եք, այնպես որ ում էլ առաջադրեինք ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու եւ այդ մասին ես ձեզ ասել եմ, երբ որ հարցրել եք ինչու տեխնացու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ հիմա դրանում համոզվեցիք։ Բայց ասում եք նաեւ իշխանության չեք հավակնել, հաստորեն հավակնում եք բանսակցություն։ Ձեր հարցը, այսպես ասեմ, ձեր տրամաբանությամբ շատ sense նուրբ պատրաստված է։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Միթե պարզ չի բոլորիս համար։ Հնարավոր է իմպիչմենտը դառնա այդ տրիգերը, որ կարող է իշխանափոխություն։ Հետո ինչ, ումով ուզում է, մենակ իշխանափոխություն լինի։ Չենք կարող նորից ելնել մրջուն ընկնել։ Ոչ, որտեվ սա մուրջ չի։ Սա ճահիճ է, ճահիճ։ Բայց ես իմպիչմենտի գործընթացը, որ գեներացվի փողոց նաև, պարոն նախագահ։ Քաղաքացիական պատերազմի վտանգ։ Մեր ոտերի տակ չենք տեսնում քայլելուց։ Ես էլ իմ փառատեսին բոլոր վտանգները Բան չասեցի, բայց մի քանի չբռնել։ պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Ինչու մեր Նիկոլը չի։ Ես ձեզ երևի դուք բացակայել եք նախորդ անգամ, ես ասել եմ 18-ի հետ կապված, ես Ասուլիս կտա գիտեմ։ Բաբա եթե գիտեք հիմա ինչու եք նորից այդ հարցը Որովհետև տանջում է այդ հարցին։ Մի տանջվեք։ Բայց կար մի հարց, որում ճիշտ է։ Հայկական դաշինքի չեն միացել դրան, ասել եմ անհրաժեշտության դեպքում Չենք ներքևելի տղեկ։ Հայաստան դաշինքի հայտարարությանը ինչպես կարձականք է, որովհետև ասել են կարծես թե հետևյալն է, որ դուք բերեք նաև ԿՊ-ի պակասող ձայները կամ այլ պակասող ձայներ, մենք էլ մեր 28 ձայնը կտանք ձեզ։ Բա դուք իրենց հարցրեք, բայց որպեսզի դուք էլ տեղյակ եղնեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև
Եվ այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս պահին այդ հարցի շուրջ։ Որոշողը Ռոբերտ Քոչարյանն է իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով։ Ես չեմ կարծում, որ Պարոն նախագահ, իսկ հանդիպում որ ՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախումատ ինչ են անելու։ անում տուփիկ։ Տուփիկ դա փակուղ ու արշավ կամ շախ են անում շախմատային լեզվով ասած Ոչ, անեն։ մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանել կստացվի։ Այո։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադին է եղել։ Հետո Որևէ ձևով չունեք։ այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր ես զարմանում եմ ձեր հարցերի վրա։ Ուղղակի զարմանում եմ։ Ազդական դաշտի երևի, հա, գործընկերներ։ Նկատի Որտեղ իրենք մտել են արդեն ազդական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի, հատուկ ծառայություններ որ ազդական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թեև ցավոք սրտի շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը մոսակցության արդյունք է, այդպիսի դիրքորոշման արդյունք է։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Համենայնիվ ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական երկհաղորդում։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել։ Ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Պարոն նախագահ, արդեն 6-րդ անգամն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյոք նրան ուզում են ձերբակալել եւ այդպիսով փակել Արցախի էջը։ Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն, սա մեկ, երկրորդ, որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Այնպես որ Իսկ Արցախի վերադարձը ինչպես եք պատկերացնում։ այս պահին ոչ մի կերպ։ Այս պահին ոչ մի կերպ։ Պասարցիան վեհապարի հետ առաջին նախագահան հանդիպեց, արդյոք պատրաստվում եք դուք եւս հանդիպել աջակցություն ցուցաբերել։ Ես բարբերաբար եմ հանդիպում վեհապար Հայրապետի հետ։ Ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել։ Իդեպ դուք ինչպես եք գնահատում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այսպես հարձակում եղավ ԿՊ-ի կողմից, այն պարագայում, երբ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հենց Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ եւ ասում են Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, բան, ու հիմա ասում են նրան էլ այսպես ապերախտություն ցուցաբերեցին նույնիսկ իրենց հոգեվոր հոր նկատմամբ։ Ես մի անգամ կարծում եմ ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տրվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչին նկատի ունեմ, ինքը ամեն ինչ անում է
որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկեր։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ ինչ որ հատուկ ծառայությունների եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում էլ հատուկ ծառայությունների մասին որևէ բան չգիտեն։ Դուք երբևէ ձեզ զեկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքը գրված են այս կամ այն ուժի կամ երկրի կողմից։ Ոչ։ Մաքուր է եղել նրանց անցյալը քաղաքական Ես ոնց կարող եմ դա հաստատել։ Արարատ Միրզոյանի մասին է։ Ես ասում եմ շատ բարձ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել նրանք ոնց պարզե մաքուր են էլ այդ։ Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը Այդ հարցը կտակ Միքայել Մինասյանին։ Հայաստանի սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը Բայց չեք կարծում, որ չարաշահում եք այս դատական նիստի արկայությունը եւ հենց հարցեր եք տալիս։ Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաև ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր եք տալիս։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Ու այնպես ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ։ Սա նախագահ Նիկոլ Փաշինյանը վեհարանի վրա այս հարցերում սկսվեց, որ ինքը կարմիր գծեր ըստեյության չունի, մտնելով անկողին, չգիտեմ դրա նոր եք համոզվել, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես ուզում հարցնել, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիչի դեմ պայքարել, գործուն ինչ գործիքակազմ կա, երբ որ գիտես, որ դիմացինը Մենք առաջադրել ենք գործիքակազմ։ Մենք առաջադրել ենք։ դասական գործիքակազմեր են ըստ Բացասական։ Դասական։ Այսինքն Ինչ որ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետեւ սովորական երևույթ չի։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Հուշեք, եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք սատարել։ Իր լեզվով։ Ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց ես օրինակ ի վիճակի չեմ իր լեզվով խոսելու, կներեք, ի վիճակի չեմ։ Վերջինը Զարամետ Հերքը, երբ որ եկեղեցու հետ կապված արտահայտեց ձեր վերաբերմունքը, դուք պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող է եւ հունից դուրս եք եկել, օրինակ ձեզ կարող եք այդպեսի Զարամետ Հերքը տալ։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին, եթե այն ամենայնի միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին։ Տեսնենք։ Դեռ որոշում չկա։ Ոչ։ Պարոն նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուտ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, Կներեք, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Այդ ինչ հարցավոր տալիս եք։ Դե այդ են ասում ձեր Ո՞վ է ասում։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունն Գնացեք իրան հարցրեք, թող մի հատ փաստ բերի։ Իդեպ այդ բանավեճի մասով շատ խոսվեց, իհարկե, ասում է դե թող կանգնեն պատասխանեն, գիտեն որ պարտվելու են նախկին նախագահներ, ինչ չեն գալիս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն ինչու են պարտվելու, այնտեղ փող են բռնելու, հա։ Ու ինքը հաղթելու է։ Իբր բանավեճում, որ ինքը կարողանելու ապացուցել, որ իսկապես իբր թե բանակցել է Արցախ հանձնելու շուրջ կամ շուտ է տվել Ալիևը չվեր։ Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթղթով։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք։ Նկատի ունեք Լավրովի պլանը թե 19 թվականին։ Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին, լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ չէ, Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։
19 Բայց թվականին դա կարգավիճակը մեկը անորոշ էր, չէ՞ մնալու, 19 Ան Սարգսյան։ Այո, դա եղել։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու, այդ բանակցվող տարբերակով եւս։ Այդ հարաքվեն ինչպես էր իրականացվելու, հարաքվեին օրինակ ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի որակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչի մասին էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ այդ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի տիզականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, իմ հայրենիքի նախադասության համար Մենակ այդ չէ, տարբեր ժամանակներ Դրական որոշումների ինչու չգնացեք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե չի, ես նորից պետք է կրկնեմ, ախր դուք մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել, նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ որ լավ, գուցե անուն Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք։ Ոչ թե կրկնակի անգամ, բայց շատ լավն էր եւ մենք պատրաստ էինք դրան գնալու։ Դրա ապացույցը այն էր, էլ ձեր հարցին ես չեմ պատասխանելու, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, 3-ը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող այս մարդիկ լսեն։ Չեմ պատասխանում։ Որ ամեն անգամ երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ ակնկալում։ Ես տենց բան չեմ ասել։ Խոսքը փակ դռների երթվում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին որ ճանաչեր։ Ես չեմ ասում, Ալիևն էր ասում։ Ասել է, այ ինչը երևի գործընկերս նաև դա նկատի ուներ, պարոն Սարգսյան։ Չէ, խորհրդարանի Ինչն է ինչ-որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցությունների։ Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթղթ։ Մենք պատրաստ ենք։ Հետ են կանգնել, այո, բայց դա Հույս են ունեցել որ ռազմական էսկալացիա դա փակուղին շատ նորմալ է։ Այո, բայց երբ չի եղել փակուղի։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, բայց փակուղի չի նշանակում որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Այդ փակուղուց բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։ Բա Քիվեստը փակուղի չէ, որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, Բակազանը փակուղի չէ, բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բանակցությունները տենց է, եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին, էլի։ Մեր ժողովրդի մեջ Ներողություն, կներեք, հարգելի լրագրողներ։ Ես արդեն դատական Ներողություն շանում եմ, խնդրում եմ գնանք, որովհետև դատական նիստից հետո էլ հարցերի չեմ պատասխանելու։ Ներողություն։ Դոզ հատով եք որ պատասխանեմ։